ունեմ գործընկերներից հետ կապված դատողություններ անելուց, որովհետև գործընկեր Արամ Բարթևանյանը ինչ ասում է 100% հավատային եմ լինում, բայց այս անգամ քանի որ իր պաշտպանյալի մասին է խոսքը, ինձ իրավունք վերապահան մի քանի բաներ ասել, որոնք ընդհանրական նշանակություն ունեն։ Առաջին պատվարժան դատարան Ինչպես այս հարցի քննարկման մասով, այլ առհասարակ այս դատավարության ամբողջ տրամաբանությունը մեր համար ավելի հասկանալի դարձնելու համար ես ուզում եմ, որ մենք փորձենք մի փոքր ավելի մոտ գնալ այն հասկացության պարզաբանմանը, որ ինչ որ բանի ռիսկ կամ ինչ որ բանի հավանականություն հասկացությունն է։ Այդ ռիսկը, այդ հավանականությունը ինչ մեթոդաբանությամբ է գնահատվում։ Դա գեղարվեստական մեթոդաբանություն է, դա մաթեմատիկական ինչ-որ մեթոդաբանություն է, դա ինչ-որ հանգամանքների հաշվառման մեթոդաբանություն է։ Օրինակ, շատ պայմանական բան եմ ասում, որքան կլիներ հավանականությունը, որ ինչ-որ մի խոցելի խմբի, որի նկատմամբ քաղաքական իշխանությունը, քաղաքական բացասական գործընթաց է իրականացնում, շատ պայմանական եմ ասում, որը բաղկացած է 55 անձից, նրանցից 4-ի նկատմամբ 6 դատական պրոցես լիներ, այդ 6-ը իրականացվեր 30 դատավորներից միայն 2-ի կողմից։ Դրա հավանականությունը ինչքան է։ Դրա հավանականությունը հավանականությունների տեսություն, գիտություն կա, որ ասում է մոտա 0-ի։ Հիմա նույնպես մոտա 0-ի այն բանի հավանականությունը, որ հանրային մեղադրողները ներկայացնում են կապված բոլորի, այդ թվում նաև Արտուր Սարգսյանի միջամտելու ինչ-որ գործընթացների։ Ինչին կարելի է միջամտել, շատ է խոսվել, հիմա մի բանը չեմ ուզում ասել։ Դատարանին խնդրեի, որպեսզի դատարանը ավելի հասկանալի դարձներ մեր համար process-ը, նշելով թե ինչ մեթոդաբանությամբ է այդ գնահատականատրվում ռիսկերի հետ կապված։ Այո, մենք մի քանի բան հասկացել ենք այս ընթացքում։ Ես ուզում եմ նաև դրական ասել, օրինակ երբ որ առողջական խնդիրներ են լինում, դատարանը դրանց ուշադրություն է դարձնում, դա կարևոր է։ Բայց մեր համար նաև իրավական process-ի առումով շատ կարևոր է, որ մենք հասկանանք այս հավանականությունները ինչպես է գնահատվելու, որովհետև մենք բազմաթիվ գնահատողական հարցերի ենք շուտով անդրադառնալու։ Խափանման միջոցների հարցերը քննարկել ավարտելուց հետո։ Երկրորդը, ի վերջո մեղադրանքների մասին շատերս ենք խոսում եւ դատարանն էլ հիմք ընդունելով տարբեր կարծիքներից այն կարծիքը, որ այս փուլում դա քննարկման առարկա չի, բազայ որ ծառայի մեղադրողներն էլ մոտեցման կողմնակիցներ, որ հիմնավոր կասկածը քննարկման առարկա չի։ Բայց շատ կներեք պատվարժան դատարան, մենք ես չեմ կարողանում ինձնից վանել այն միտքը, որ հայտնի Կավկայի process-ի մեջ ենք մենք գտնվում, որ մարդը այդպես էլ մինչև վերջ չհասկացավ, թե ինչու է մեղադրվում։ Եվ բոլորին է դա վերաբերում։ Չի կարող նման ծառայագույն մեղադրանքը նույն բովանդակությունը ունենալ բոլոր 18 անձի մասով։ Դա նույնպես հավանականությունների տեսության տեսանկյունից անհավանական բանի մասին է խոսքը։ Եվ վերջապես երրորդը պատվարժան դատարան։ Այո, դուք դրական որոշումներ եք, հավեմատաբար դրական որոշումներ եք կայացնում, բայց անգամ այդ հավեմատաբար դրական որոշումների կիրառման ժամկետի մասով մեր համար տեսանելի է, որ դա ոչ թե խափանման միջոցների հետ կապված տրամաբանություն է այստեղ աշխատում, այլ պատժողական, որովհետև նույն Վահագն Չախալյանի մասով դատարանը կայացրեց քայլ առաջ որոշում, բնականաբար անազատությունն է, դա չի քննարկվում։ Քայլ առաջ որոշում, որ նա իր կալանքը պետք է կրի ոչ թե բանտում, այլ տանը։ Բայց դատարանը անհասկանալի է, թե ինչու է միշտ այդ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանում նախորդ որոշման վերջին օրը։ Չէ՞ որ խափանողական տրամաբանությունը եւ պատժողական տրամաբանությունը էապես իրարից տարբերվում են։ Այսինքն, եթե դատարանը գնահատում է այս պահի դրությամբ, որ ռիսկերը որոշակիորեն նվազել են, չէ՞ որ դատարանը չի գնահատում, որ այդ ռիսկերը նվազելու են ուղիղ մարտի 4-ին, ասենք օրինակ կեսգիշերին։ Սա նույնպես մեր համար ցավալի արձանագրման հնարավորություն է տալիս, որ մենք այստեղ գործ ունենք ոչ թե խափանման միջոցների քննարկման, այլ պատժողական միջոցների քննարկման հետ։ Անկամ դատարանի կողմից դրական որոշումներ կայացնելու պարագայում։ Միանալով միջնորդությանը, դատարանին խնդրում եմ նաև հաշվի առնել մի հանգամանք, որը 18-ից ընդամենը 2 կամ 3 անձին են վերաբերում, դա քաղաքական գործոնն է, հիմա էլ քաղաքական process է սկսվում, դա նույնպես այն գործոնն է, որը քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ենթակա է թիվս այլ գործոնների քննարկման, որովհետև քաղաքական գործունեությամբ զբաղվելու գործոնը մեր սահմանադրությամբ ամրագրված կարևոր երաշխիքներից մեկն է։ Խնդրում ենք այնուհանդերձ, չնայած տարբեր սպասումների, կայացնել մեզ զարմացնել դրական որոշմամբ։ Շնորհակալություն։
կողմի ոստակիցները ցանկանում են արտահայտվել